Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան ընկերային ցանցի իրեջին նոր դեսանույթ մհրաբարագած եւ վերնակրած է երկուշաբթի վարչապետ այսօր աշխատանքի կացած է հանրագարկով։ 3 հաղարձին վանական համալիրի մոտակայքին դեղի ունեցած հանրագարկի վտարին հետևանքով բժշկական օգնության թիմած 30 դժողներեն 20 անհրաժեշտ հետազոտություններ անցնել են, հետո դուրս գրված են գահիտնեն առողջապահության նախարարութենեն։ Վիրահատված քաղաքացի առողջական վիճակը գայուն ծանր է, անբժիշկներուն հսկողության դակ է։ Հաղարձինի մոտակայքին վտարի ենթարկված հանրագարկին մեջ եղած են Երևանի Վալերի Բրույսովի անվան պետական համալսարանի ուսանողները։ Ամենայն հայոց կաթողիկոս Քարեկին երկրորդի եղբոր Գևորգ Ներսիսյանին եւ անոր որդին ձերբակալելու որոշում առնված է գահիտնե փաստաբան Արա Զոհրաբյան։ Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյան հայտնած է, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքին երկու անձի նկատմամբ հարուցված է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգիրքի 211-րդ հոդվածով անոնք ձերբակալված են։ Զոհրաբյան նաեւ դեսանույթ հրաբարագած է գիծ գրելով վաղ շաբաթ խոշորացված համայնքի մեջ Հանրապետություն գուսակցության տեխնազու Հարություն Մգրտչյանը թիմադեդրի երեջին քրարում գադարած է, որմով հայտնած է, որ 1 նոյեմբերի ժամը 16:10-ի սահմաններուն կաթողիկոսի եղբայրը Գևորգ Ներսիսյանը իր որդիներուն հետ իբրև խոչընդոտած է նախընտրական կառույցությունը։ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե աշխատանքային այցելության ընթացքին Հանրապետության նախագահ Վագն Խաչատուրյան հանդիպում ունեցած է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդրված գլխավոր քարտուղար Խալեդ Ալ-Անանի հետ։ Նախագահը շնորհավորած է ընդրված քարտուղարը բարձր եւ պատասխանատու պաշտոնն ստանձնելու առիթով։ Խալեդ Անանին շնորհակալություն հայտնած է եւ նշած, որ Հայաստան այցելած է 3 անգամ եւ չերմ դպավորություններ ունի մեր երկրեն, ինչպես նաեւ վստահություն հայտնած, որ պիտի շարունակի աշխուժ համագործակցությունը։ Հանդիպման ընթացքին զրուցակիցները ընդգծած են մարդկության պատմության պատմամշակութային եւ հոգեվոր ժառանգության պահպանության եւ այն հաջորդ ցերուկներուն փոխանցելու կարեւորությունը։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորված են շարունակելու աշխուժ երկխոսությունն ու համագործակցությունը նպատակ ունենալով խորացնել Հայաստանի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փոխգործակցությունը գրթության, գիտության եւ մշակույթի ոլորտներեն ներս։ Բահրեյն գդարած աշխատանքային այցելության ընթացքին Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան հանդիպած է Էստոնիա արտաքին գործոստնախարարության գլխավոր քարտուղար Ջոնաթան Վսևյովի հետ։ Հանդիպման ընթացքին կողմերը քննարկած են Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերություններու զարգացումը, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ընթացքը եւ ապակա հերանեկարները։ Զրուցակիցները միտքեր փոխանակած են Հարավային Կովկասի մեջ հաստատված խաղաղության վերաբերյալ։ Արմեն Գրիգորյանն նաև հանդիպում ունեցած է Լիբանանի պետական անվտանգության գլխավոր տնօրեն Էդգար Լավանդոսի հետ։ Զրուցակիցները ընդգծած են Հայաստանի եւ Լիբանանի միջև արգա ավանդական բարեկամական կապերի եւ ադոր համահունչ երկկողմ հարաբերություններու բազմոլորտ զարգացման կարեւորությունը։ Հանդիպան քննարկված է մերձավոր արևելքի մեջ տիրող անվտանգային իրավիճակը, ինչպես նաեւ անվտանգության ոլորտեն ներս Հայաստան-Լիբանան համագործակցության հերանեկարները։ Մերիդիան միջազգային կենտրոնի մեջ տեղի ունեցավ Հայաստանի անկախության 34-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն։ Միջոցառման ներկա գտնված են Ամերիկայի բարձրաստիճան պաշտոնյաներ, Ամերիկայի մեջ հավատարմագրված դեսպաններ, ցիվանագիտական ներկայացուցիչներ, Հայաստանի պատվո հյուպատոսներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ։ Այս մասին գայտնե դեսպանությունը։ Անդրադառնալով դարաշրջանային վերջին զարգացումներուն, դեսպանը ընդգծած է 8 օգոստոսին Սպիտակ տան մեջ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ստորագրված խաղաղության համաձայնագրի պատմական նշանակությունը։ Դեսպան Նարեկ Մգրտչյան շնորհակալություն հայտնած է Ամերիկայի վարչակազմի իր գործընկերներուն Հայաստանի հանդեպ ցուցաբերվող հետևողական աջակցության համար, ընդգծելով երկու երկրներու միջև խաղաղության, ժողովրդավարության եւ փոխադարձ հարկանքի վրա հիմնված հարաբերություններու հետագա խորացման կարեւորությունը։ Միջոցառման ելույթ ունեցած է Ամերիկայի պետական քարտուղարության քաղաքականության մշակման հարցերով աշխատակազմի ներկայացուցիչ Ջոնաթան Ասկոնաս։ Անշնորհավորած է ներկաները անկախության տարեդարձին առիթով եւ վերահաստատած Ամերիկայի պատրաստակամությունը երկկողմ գործակցությունը խորացնելու։ Երկուշաբթի առավոտյան Աֆղանիստանի հյուսիսը Մազարի Շարիֆ քաղաքին կով 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Աֆղանիստանի առողջապահության նախարարությունը հայտնած է, որ երկրաշարժի զոհերու թիվը հասած է 20-ի, ավելի քան 320 վիրավոր կա։ Գերատեսչության խոսնակի փոխանցմամբ զոհերու եւ վիրավորներու թիվը կրնա աճիլ։ Կիրականացվին որոնողական փրկարարական աշխատանքներ։ Իսրայել հայտարարած է, որ Համաս Գարմիր խաչի միջոցով Իսրայելին հանձնած է Գազայի հատվածին մահացած 3 պատանտներու մարմիններ։ Իսրայելի առողջապահության նախարարության խոսնակի փոխանցմամբ մարմինները տեղափոխված են ազգային դատաբժշկական կենտրոն մահվան հանգամանքներն ու պատճառները բարձելու նպատակով։ Ըստ պաշտոնական տվյալներու մինչ այժմ 28 պատանտներեն 17-ի մարմիններ վերադարձված են։
Ուկրաինան հագաուտային պաշտպանության համար ստացած է Patriot զենիթը հրթիռային համագարքեր հայտարարած է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Շնորհակալություն կհայտնեմ Գերմանիոյ եւ անցամ վարչապետ Ֆրեդերիխ Մերցին այս համադեղ քայլին համար ձեռք բերված պայմանավորվածությունները այժմ կյանքի կոչված են Telegram-յան էջին գրած է Զելենսկին։ Ցեզի հետեր Անի Զեյթունցյանը։